Գյումրին հրաժեշտ է տալիս Ավետիսյան ընտանիքի 7-րդ եւ ամենակրտսեր անդամին։ Մանուկը տղամարդու օզորությամբ պայքարեց 7 օր, 7 գիշեր։ Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում հավաքվել են Ավետիսյանների ընտանիքի հարազատներ, բարեկամներ, քաղաքական գործիչներ ու բազմաթիվ քաղաքացիներ։ Ներկա է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Շատերը չեն կարողանում կառավարել իրենց զգացմունքները։ Մենք մեր միշտը պետք է տանենք լուր եւ աղոթքով առանց ցնցումների։ Փոքրիկ Սերյոժայի եւ Ավետիսյան ընտանիքի հիշատակին հոգեհանգստյան կարգ կատարվեց նաեւ Երևանում։ Սուրբ Սարգիս եկեղեցում ներկաներին կոչ արվեց լինել միասնական, ինչպես Սարդարապատում էինք, ինչպես Արցախում, քանի որ դաշնության ձեռագիրը դարերի ընթացքում չի փոխվում։ Ազատության հրապարակում մոմերի թիվն անընդհատ ավելանում է, ով Գյումրի չի գնացել, այստեղ է հիշատակի մոմը վառում։ Շատ ծավալ է վիշտերը բոլորի համար։ Թող արժանի պատիժ տան դրան, տան մեզ մենք կպատժենք իրեն։ Պիտի կախվի, բան մեկ երեխեքը, բայց ծնողները 24 տարեկան աղջիկ ինչ կարար իրան արածելներ։ Այս իսկական ոճրագործություն է, 15 թիվը գալիս է։ Նորմալ մարդ իմ կարծիքով չէր կար այդ բանն անել։ Չգիտեմ, թող Աստված դատի։ Փոքրիկ Սերյոժայի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը։